Ցուլ կենթանակերպի սեռական համատեղելություն։ Ցուլ նշանի ներկայացուցիչները, լինելով երկրային բնույթով եւ Վեներայի տիրապետությամբ, բնավ շտապ չեն եւ նախընտրում են զգայական, հաճելի եւ լիարժեք փորձերը սեքսուալ հարաբերություններում։ Նրանք գնահատում են զգայարանների ամեն մի խթան՝ հպում, համ, հոտ, տեսք ու ձայն, ուստի ցանկացած ինտիմ պահ դառնում է ամբողջական փորձ, որտեղ ուշադրությունը կենտրոնացած է ոչ միայն ֆիզիկական, այլև էմոցիոնալ հարմարավետության վրա։ Ցուլերի համար կարևոր է կայունությունը, նրանք չեն սիրում անորոշ կամ քննական պահեր, նախընտրում են վստահություն եւ նվիրվածություն, եւ երբ վստահություն է հաստատվում, նրանք դառնում են զգայուն, առատաձեռն եւ հետեւողական զուգընկերներ։ Նրանց մոտ նախընտրելի է այն միջավայրը, որը ստեղծում է հանգստություն, նրբագեղություն եւ հաճելի մթնոլորտ, մոմեր, մեղմ երաժշտություն, փափուկ գույներ եւ նուրբ հպումներ, բոլորը խթանում են սեռական ու զգայական կապը։ Ցուլ տղամարդը իր բնույթով զգայական եւ շոշափելի, սիրում է զգացմունքների եւ ֆիզիկական ինտիմության համադրությունը։ Նա ցուցադրում է սերը նվերների, ուշադրության եւ նուրբ գործողությունների միջոցով։ Սեռական առումով նա սովորաբար չի շտապում, ցանկանում է վայելել նախախաղի յուրաքանչյուր պահը, ամեն մի հպում եւ մտերմություն, ապահովելով, որ զուգընկերոջը հաճույք եւ հանգստություն լինի։ Նրա համար կարևոր է զգայական ներդրումը եւ նա կարող է շատ ստեղծագործ լինել, հարմարեցնելով միջավայրը, գործողությունները եւ փոքրիկ ռոմանտիկ ժեստերը։ Ցուլ կինը նույնպես շատ զգայուն է եւ տրամադրված է համառ եւ համբերատար սիրո։ Ննջասենյակում նա փնտրում է ներդրում, անվտանգություն եւ զգայական վայելք, որտեղ բոլոր զգայարաններն ընդգրկված են։ Նա կարող է լինել շատ քնքուշ, բայց միաժամանակ պահանջկոտ։ Ուզում է, որ ինտիմ հարաբերությունը լինի ներդաշնակ, ներդրումային եւ հաճելի երկու կողմերի համար։ Ցուլ կնոջ մոտ սեքսը առանձին աշխարհ է, որտեղ զգայականությունը, նրբագեղությունը եւ աստիճանական զարգացումը կարեւոր են։ Երկրորդ նշանների հետ համատեղված ժամանակ ցուլերը հատկապես լավ են զգում մյուս երկրային նշանների՝ կույսի եւ այծեղջրի հետ, որտեղ կայունությունն ու զգայականությունը համընկնում են։ Ջրային նշանների, ձկների կամ քաղցկեղի հետ հարաբերությունները կարող են զարգացնել նրանց զգայուն եւ հուզական կողմը, իսկ արգելակի կամ շտապողական նշանների հետ նրանք հաճախ կխուսափեն անկայունության եւ անհամապատասխանության պատճառով։ Ընդհանուր առմամբ ցուլերի սեռական համատեղելիությունը կարելի է բնութագրել որպես զգայական, կայուն եւ նրբագեղ։ Նրանք չեն շտապում, բայց երբ ներդրում կա, կապը դառնում է լիարժեք, հոգատար եւ ներդաշնակ։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ինտիմ հարաբերությունը լինի հաճելի, երկարատև եւ զգայանորեն հարուստ երկու կողմերի համար։ Ցուլ տղամարդ, սեռականություն։ Ցուլ տղամարդը իր բնույթով զգայական, կայուն եւ համբերատար է, եւ դա հատկապես արտահայտվում է նրա ինտիմ կյանքում։ Նա չի շտապում, նախընտրում է զգալ ու վայելել յուրաքանչյուր պահը եւ ձգտում է, որպեսզի սեքսը լինի լիարժեք, զգայական եւ հանգստացնող փորձ երկու կողմերի համար։ Նրա մոտ ինտիմ հարաբերությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական գործընթացով։ Նա կարևորում է առարկայական եւ հոգեվոր ներդրումը, ձգտելով ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր զգայարան ներգրավված է՝ հպում, հոտ, տեսք, ձայն ու համ։ Նրա սիրալիրությունը հաճախ արտահայտվում է մանրակրկիտ նախախաղի միջոցով, ընթրիքի, խնամված միջավայրի, մեղմ երաժշտության եւ նրբագեղ մթնոլորտի ստեղծումը նրա սիրո բնական արտահայտությունն է։ Ցուլ տղամարդը կարող է ներդնել զգայական գրգռումներ, օգտագործելով ձեռքերը, շփումը, գրկախառնություններն ու նուրբ ժեստերը, որպեսզի զուգընկերոջը զգայական եւ հոգեվոր հաճույք պարգևի։ Նա շատ շոշափելի է, իր զգացմունքները եւ սերը սովորաբար արտահայտվում են ֆիզիկական դրսևորումներով, համբույրներով, գրկախառնություններով, նվերներով եւ հոգատար գործողություններով։ Ցուլ տղամարդու մոտ վստահությունն ու կայունությունը կարևոր դեր են խաղում։ Եթե նա վստահ է, որ զուգընկերը նույն նվիրվածությունն ունի, նրա ինտիմ պահերը դառնում են անգերազանցելի, լիարժեք եւ հոգատար։ Ցուլ տղամարդու մոտ սեքսը կապված է զգայականությանը, կայունությանը եւ նրբագեղությանը համադրելու ունակության հետ։ Նա հազվադեպ է նախաձեռնող այնպիսի արագ հարաբերությունների մեջ, որոնք վտանգում են հոգեբանական կամ զգայական ներդրումը։ Նա կարող է լինել համառ կամ պահանջկոտ որոշ մանրամասների նկատմամբ, բայց դա նրա նպատակն է՝ ապահովել ամենաբարձր մակարդակի հաճույք ու ներդրում։ Ընդհանուր առմամբ ցուլ տղամարդու ինտիմ կյանքը բնութագրվում է զգայականությամբ,
ներդրումով, կայունությամբ եւ հոգատարությամբ։ Նա ձգտում է, որպեսզի յուրաքանչյուր պահ լիարժեք, հանգստացնող եւ զգայականորեն հարուստ լինի, ստեղծելով ինտիմ կապ, որը կարող է երկարատև եւ հիանալի փորձ դարձնել երկու կողմերի համար։ Ցուլ կին, սեքսուալություն։ Ցուլ կանայք իրենց ինտիմ կյանքում արտահայտում են իրենց բնավորության ամենաուժեղ գծերը՝ զգայունություն, կայունություն եւ զգայականություն։ Նրանք չեն շտապում, նախընտրում են զգալ, վայելել եւ հետազոտել հարաբերությունների յուրաքանչյուր մանրուք, որպեսզի զգայական փորձը լինի լիարժեք եւ հոգեվորորեն հագեցած։ Նրանց համար սեքսը ոչ միայն ֆիզիկական գործընթաց է, այլև զգայական միտքն ու հոգին ներգրավելու, բնական հույզերը արտահայտելու միջոց։ Ցուլ կանայք շատ զգայուն են գրգռումների նկատմամբ։ Նրանք գնահատում են միջավայրի հարմարավետությունն ու նրբագեղությունը, մեղմ լույս, հաճելի հոտեր, փափուկ կերբարձված հագուստներ, մեղմ երաժշտություն եւ հպման տարբեր ձևեր։ Նրանց համար կարևոր է, որ նախախոհը լինի ներդաշնակ, հանգիստ եւ հաճելի, քանի որ դա ստեղծում է վստահության զգացողություն եւ հեշտացնում է ինտիմ կապի լիարժեքությունը։ Նրանց մոտ զգայականությունը արտահայտվում է նաև շոշափելի հույզերով, գրկախառնություններով, համբույրներով, շոյումներով եւ նուրբ ժեստերով, որոնք ապահովում են ինտիմության եւ սիրո լիարժեք արտահայտություն։ Ցուլ կանայք շատ զգուշավոր են նոր փորձարկումների հարցում։ Նրանք նախընտրում են հարմարավետ, կայուն եւ վստահելի միջավայր, որտեղ կկարողանան բացահայտել իրենց ցանկություններն ու ենթարկել զուգընկերոջը զգայական հաճույքի։ Երբ նրանք վստահ են զուգընկերոջ նկատմամբ, նրանց սեքսուալությունը կարող է դառնալ հիանալի եւ ստեղծագործական, ընդգրկելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեվոր բաղադրիչները։ Ընդհանուր առմամբ ցուլ կանանց ինտիմ կյանքը բնութագրվում է զգայականությամբ, զգուշավորությամբ եւ խորությամբ։ Նրանք սիրում են երկար, հանգիստ եւ հիանալի ինտիմ պահեր, որտեղ յուրաքանչյուր հպում, ժեստ կամ բառ արտահայտում է սերը եւ մտերմությունը, եւ միշտ ձգտում են, որ զգայական փորձը լինի լիարժեք ու հարուստ բոլոր զգայարանների համար։